Սիրելիներս, իմ ուժեղ հայրենակիցներ, մարդիկներ, ովքեր հանձնվող չեն, ովքեր պայքարող են և չեն նահանջում ու չեն ընկրկում, այլ գնում են իրենց արժանի և ցանկալի փոփոխության հետևից։ Եկել եմ ձեզ ներկայացնելու։ Շենգավիթը այն համայնքն է եղել Հայաստանում ու Երևան քաղաքի, որը զարգ է տվել արդյունաբերությանը և արդյունաբերությունը եռացել է հենց Շենգավիթի սրտում։ Այսօր Շենգավիթը տնտեսական անկման օրան է դարձել, ինչը փոփոխելու ենք։ Շենգավիթում այսօրվա դրությամբ մեր քաղաքի մի շարք խնդիրների համատեքստում նաև ամենաաղտոտված օդն է։ Սա անթույլատրելի պետք է լինի ուժեղ Հայաստանում։ Մեր երեխաները, մեր հայրենակիցները, մեր ծնողները արժանի են շնչելու մաքուր օդ, արժանի են ունենալու արժանապատիվ աշխատանք։ Հիմա ես այսօր այստեղ պատիվ ունեմ մի շարք փոփոխություններին զուգահեռ ներկայացնելու այն հեղափոխական առաջարկը, որը մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը արեց և հնչեցրեցինք այսօր։ Մեր երկրում ժողովրդավարության բնակչության ահավոր նվազ թվեր են։ Սա դարձել է ազգային անվտանգության հարց։ Ինչ ենք անելու։ Սամվել Կարապետյանը, Հայաստանի հաջորդ վարչապետը, հիմնելու է ազգային վերածնունդի հիմնադրամ։ Հարգելիներս, շատերիցդ թվերը պահում են, բայց մենք հողի վրա նայում ենք ինչ է կատարվում։ Այսօր ընտանիքները կազմաքանդվում են, աճել է մեր երկրում ամուսնալուծությունների քանակը։ Այսօր անկում են ապրել մեր երկրում ամուսնությունների թիվը, երիտասարդները չեն ամուսնանում։ Այսօր մեր հայրենիքից մեր հայրենակիցները արտագաղթում են, որովհետև չունեն աշխատատեղ։ Այսօր մեր երկրում բնական աճը 40%-ով անկում է ապրել։ Սամվել Կարապետյանը այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր 4-րդ երեխայի համար տալու է 2 միլիոն դրամ։ Իսկ եթե դուք արդեն բազմազավակ ընտանիք եք և ունենում եք ձեր 5-րդ բալիկը, 5-րդ երեխա ունեցող ընտանիքը ստանալու է անվճար բնակարան։ Հարգելի շենգավիթցիներ, հարգելի հայեր, մենք այն քաղաքական ուժը չենք, որը պաթոսով է խեղդում, որը գալիս է նախընտրական շրջան, խոստումներ է տալիս ու մոռանում է դրանք։ Մենք այն քաղաքական ուժն ենք, այն առաջնորդի առաջնորդած քաղաքական ուժը, ով արդեն իսկ այս ամեն ինչը արել է հողի վրա։ Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություններ է արել մեր հայրենիքի համար։ Ու այո, նա է այն առաջնորդը, ով բերելու է այդ սպասված փոփոխությունը։